Բարև ձեզ, արդեն լայվ է։ Իմ առաջի փորձն է լայվ մտնել և մեր էջով ուզում եմ պատասխանեմ այն հարցերին, որ մեզ տվել են մեր տնտեսական ծրագրի մասին։ Շատ են հարցերը հիմնականում փոքր բիզնեսի 0% հարկելու մասին, որի մասին կուզենամ պատմեմ ձեզ ու պատասխանեմ նաև ձեր հարցերին։ Մինչև դա երևի մի 4-5 րոպե 1-2 րոպե սպասենք, տեսնենք մեր հայրենակիցներից ովքեր է մեզ միանան ավարտվի, արդեն ու սկսեմ ներկայացնել այն բոլոր հարցերի պատասխանը, որ մեր հայրենակիցները ունեն փոքր բիզնեսին 0% հարկելու մեր ծրագրի մասին։ Մինչև այդ կարող եք կոմենտներում գրել, թե ինչպես եք վերաբերվում այդ պրոցեսներին և ինչպես եք վերաբերվում մեր ծրագրին։ Շատ լավ, ավելանում, երևի 1 րոպե, սպասենք։ Ուրեմն, կուզենայի նախ ներկայացնել ընդհանուր մեր 5 հիմնական քայլերը տնտեսական, որը ուզում ենք մեր Հայաստանում բերենք։ Առաջի քայլը, դա շատերը գիտեն, 300,000 նոր աշխատատեղ ստեղծելն է։ Երկրորդ քայլը, դա 0% հարկ մեր հայրենակիցների համար, ովքեր ունեն փոքր բիզնես։ Երրորդ քայլը բժշկական դեղերի գների էժանացում Հայաստանում, որպեսզի մենք ունենանք նույն գները, ինչ որ տարածաշրջանի մյուս երկրները, որպեսզի դեղերի հարցը եւ առողջության ապահովման հարցը այդքան մարդկանց գրպանին չխփի։ Չորրորդը վերաբերվում է մեր գյուղերին։ Ինչ խնդիր կա։ Մեր գյուղերում գյուղացիները տասնամյակներով աշխատում են, չարքաշ աշխատանքով ստանում են բերք, բայց դրա արդյունքում չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքի բարեկեցիկ կյանքը, քանի որ հենց բերքը հասնում է, վաճառքի խնդիր է առաջանում։ Մենք առաջարկում ենք եւ անելու ենք դա, Հայաստանում ստեղծելու ենք մթերման կայաններ մեծ շրջաններում, որ գյուղացին իմանա, որ իր գործը բերք աճացնելն է որակյալ եւ ոչ թե վաճառք իրականացնելն է։ Եվ 5-րդ ծրագիրը Երևանաբնակ մեր հայրենակիցների մասին է, ովքեր որ ցանկություն ունեն Երևան եւ հարակից մասեր, շրջաններ, ովքեր ցանկություն ունեն բնակարան գնել։ Երևանում մենք գիտենք, որ բնակարանները շատ են թանկացել եւ երիտասարդ ընտանիքները չեն կարողանում բնակարան գնել։ Մարդիկ, ովքեր մեծ ընտանիքով մի տան են ապրում, չեն կարողանում բնակարան գնել։ Դա շատ խանգարում է մեր երկրի ծնելիության առումով, խանգարում է մարդկանց կյանքի լավ կազմակերպման առումով։ Մենք առաջարկելու ենք եւ անելու ենք դա էժան բնակարանների ծրագիր ենք անելու։ Հիմա կա հիպոթեկի ծրագիր, երբ որ բանկի տոկոսը վճարում է պետությունը։ Մենք դրանից ավելի էֆեկտիվ, դա լավ ծրագիր էր, բայց ավարտվել է արդեն այս կառավարությունը ավարտել է եւ մենք բանկերին ֆինանսավորելու տեղը ուրիշ բան ենք անում, մայր գումարն ենք պետության կողմից սուբսիդավորելու, որպեսզի օրինակ ամսական 120,000 դրամ մինչև 120-ի շրջանակներում մարդը կարողանա վճարի հիպոթեկի համար եւ ունենա սեփական բնակարան 120-ից 150։ Գիտեմ, որ շատ կարեւոր է սեփական բնակարան ունենալու համար սկզբնական վճարները, այսօր 30% է սկզբնական վճարը, մենք դրա վրա աշխատում ենք եւ մեր հանրությանը, երբ որ գա այդ շաբաթը ներկայացնելու մեր 20,000 էժան բնակարանների ծրագիրը, կներկայացնենք, թե ինչքան է լինելու սկզբնական վճարը, որի արդյունքում մարդիկ հնարավորություն կունենան էժան բնակարան ունենալ ամսական 120-ից մինչև 150,000 ուղղակի հիպոթեկի համար վճարելով առանց մեծ սկզբնական վճարի։ Բայց այսօր տեսա, որ արդեն շատ մեր հայրենակիցներ են մեզ միացել, կսկսեմ պատմել փոքր բիզնեսի հետ կապված ձեր տված ամենաշատ հարցերին պատասխանել, եթե դեմ չեք։ Ուրեմն, առաջինը դու գրել եք, եթե փոքր բիզնեսը հարկերից ազատվում է, ապա ով եւ ինչի հաշվին է լրացնելու բյուջեի պակասը։ Եվ կա երաշխիք, որ բեռը նորից չի տեղափոխվելու նույն փոքր բիզնեսի վրա։ Պատասխանեմ, շատերն են մեզ հարցնում, ասում են, Նարեկ ջան, երբ որ առաջարկում է ձեր ուժը փոքր բիզնեսի հարկերը զրոացնել, որտեղից է բյուջեն ստանալու այդ միջոցները, այդքան գումար։
մեր համար կարևոր է, որ մեր հայրենակիցները իմանան, թե փոքր բիզնեսը շատ քիչ մասն է տալի մեր բյուջեի։ Դա զարմանալի փոքր թիվ է։ Մեր բյուջեի ընդամենը 2.5%-ն է, որ վճարում է մեր բիզնեսների 70%-ը։ Բոլոր փոքր բիզնեսները վճարում են ընդամենը մեր հարկերի 2%-ը, 2.5%։ Ինչ է սա նշանակում, որ եթե մենք այս մարդկանց ազատենք, մեր հայրենակիցներին ազատենք հարկերից փոքր բիզնեսին, նրանք արագ կմեծանան, նոր աշխատատեղեր կստեղծեն, ավելի արագ կդառնան միջին բիզնես, իսկ բյուջեն մեծ վնաս չի կրի, իսկ 2.5%-ը ես վստահեցնում եմ ոչ թե 2.5%, այլ տասնյակ տոկոսներ մենք ունենք ծրագրեր, որոնք կավելացնեն հարկերի եկամուտները։ Դա արդյունաբերականացման ծրագիրն է, դա նոր աշխատատեղերի ստեղծելու ծրագիրն է, դա զբաղվածության ընդհանուր ծրագիրն է մեր, ինչպես նաև 20,000 մատչելի բնակարանների ծրագիրն է, որը շինարարության մեջ մեծ շահույթ է տալու։ Ու մի հատ էլ ուզում եմ կրկնեմ, որ մեր հայրենակիցները իմանան, ընդամենը, եթե բոլոր շուկաների, ոսկու շուկաների կետերին, շորի շուկաների կետերին, բոլոր խանութներին, որոնք 115 միլիոն դրամ շրջանառությունից ցածր են անում, բոլորին ազատում ենք շրջանառության հարկից, 0% հարկ ենք դնում։ Եվ սա կօգնի մեր փոքր բիզնեսին շնչել վերջապես։ Ու այս ամենը ընդամենը մեր բյուջեի 2.5%-ն է։ Այսինքն կարող եք հանգիստ լինել, ամեն ինչը հաշվարկված է, ոչ մի բան հաշվարկից դուրս չէ։ Մենք գիտենք, թե ինչ հետևանք է դա տալիս։ Երկրորդ հարցը, եթե դեմ չեք։ Ես կարամ մեր քաղաքացիներից մեկը, ինչպես մեր հայրենակիցներից շատերը, մեկից մտածել է տարբերակ, թե ինչպես կարող է նաև իր փոքր մեծ բիզնեսին մի քիչ դրական տեղաշարժեր ապահովել այս շրջանակներում։ Ասում է, ես կարամ իմ խոշոր բիզնեսը բաժանեմ մասերի, սարքեմ մի քանի փոքր բիզնես ու հարկ չտամ։ Ոչ, չեք կարա։ Ինչու չեք կարա, որովհետև հարկայինը ավելի ուշադիր է լինելու, ավելի հետևողական է լինելու միջին եւ խոշոր բիզնեսին, որպիսի չի այդ բիզնեսներին չի ճնշելու, ինչպես այսօր մենք տեսնում ենք, բայց քանի որ ազատվել է տասնյակ հազարավոր փոքր բիզնեսը վերահսկելու իր գործունեությունից, ավելի շատ ժամանակ է ունենալու վերահսկի միջին եւ մեծ բիզնեսը։ Եվ այո, խոշոր բիզնեսը իրավունք չի ունենա մասնատվի եւ խոշոր բիզնեսի վերահսկողությունը ավելի հեշտ կլինի, ավելի էֆեկտիվ կլինի։ Այդ դեպքում, որովհետեւ ամբողջ հարկային համակարգը կաշխատի միջինի եւ խոշորի վրա։ Սա կբերի արդեն ավելի թափանցիկ դաշտի։ Կարող եք վստահ լինել, այսինքն խոշոր բիզնեսի մասնատումը ավելի քիչ շանս կա, երբ որ մենք փոքր բիզնեսը ազատենք հարկերից, քան հիմա է, որովհետև հարկային ավելի շատ ուշադրություն կդարձնի։ Մյուս հարցը, ինչ սկզբունքով եք որոշել հարկերից, որ հարկերից ազատում են վարսավիրանոցները եւ ոչ այլ ոլորտները, որոնք են չափանիշները։ Սա հետաքրքիր հարց է, քանի որ մենք օրինակ ենք բերում, որ վարսավիրանոցը, մենք օրինակ ենք բերում, որ խանութը, ոչ թե միայն վարսավիրանոցն ու խանութներն են ազատվելու, այլ բոլոր ձեռնարկատիրական ընկերությունները, որոնց շրջանառությունը 115 միլիոն դրամից ցածր է։ Բոլորը, ավտոլվացման կետերը, ավտոսպասարկման կետերը եւ շատ այլ ոլորտներ։ Այսինքն կարող ենք թվարկել մոտավորապես հարյուրավոր ոլորտներ են Հայաստանում, որոնք ազատվելու են սկզբնական շրջանում շրջանառության հարկից եւ կարողանալու են ազատ շնչել։ Ասացեք խնդրեմ, քանի տարի են հարկերից ազատված լինելու փոքր բիզնեսի տերերը, քանի դեռ համարվում են փոքր բիզնես, թե առաջի 3 տարին։ Էլի հետաքրքիր հարց է, պատասխանեմ։ Քանի դեռ համարվում են փոքր բիզնես։ Մինչև իրենք դառնան միջին բիզնես, իրենք ազատված են լինելու շրջանառության հարկից։ Հենց որ դարձան միջին բիզնես, այդ ժամանակ իրենք պետք է վճարեն շրջանառության հարկը։ 5-րդ հարցը, փոքր բիզնեսները արդեն 2 տարի է ստիպված է մտել են ԱՀՀ դաշտ, որ սուպերմարկետները վերցնեն իրենց արտադրանքը։ Այսինքն մարդը ունի փոքր բիզնես, ստիպված ավելացված արժեքի հարկ է վճարում, որ սուպերմարկետներին վաճառի։ Այս հարցը ինչպես է լուծվելու։
Սուպերմարկետները չեն աշխատի փոքրի հետ, ինչպես որ 2 տարի առաջ զանգահարեցին, ասեցին եկեք հավաքեք ապրանքները, եթե աշխատելու եք միկրոյի դաշտում։ Սա մասնագիտական խնդիր է, բայց կուզեմ նաև մեր հայրենակիցներին ներկայացնեմ այս խնդրի էությունը, ասում է, որ շատ մեծ ընկերություններ փոքր բիզնեսից ապրանք չեն գնում, որովհետև փոքր բիզնեսը հարկի տեսակ կա, կոչվում է ավելացված արժեքի հարկ, 20% չեն մտնում դրա տակ։ Սա էլի տեխնիկական պատասխան է, հնարավորություն է ունենալու շրջանառության 0% հարկվող ընկերությունը ինքը ցանկանում է վճարել ավելացված արժեքի հարկ եւ հետո հետ ստանալ, թե ոչ։ Դա արդեն հնարավորություն ենք տալու, որպեսզի ճկունություն ապահովի այն ընկերություններին, որոնք արտադրում են Հայաստանում եւ մարտակարարում են հայկական սննդային ցանցերին եւ այլ ցանցերին։ Մյուս հարցերը։ Ցանկանում ենք հասկանալ ձեր առաջարկած փոքր բիզնեսի հարկերից ազատումը դիտարկում է որպես նախընտրական առաջարկ, թե որպես իրական տնտեսական քաղաքականություն։ Այսինքն մարդը ուզում է հասկանալ, սա հենց ուղղակի նախընտրական խոստում է, ինչպես բոլորն են անում, թե տնտեսական հատուկ քաղաքականություն է։ Եթե որպես տնտեսական քայլ է, կարող է մանրամասն բացատրել, թե ինչպես է այն իրականացվելու, ինչ ֆինանսական ազդեցություն է ունենալու պետական բյուջեի վրա, ինչը որ պատմեցինք այս լայվի սկզբում, եւ ինչ միջոցներով է նախատեսում փոխհատուցել պետական եկամուտների հնարավոր կորուստը։ Քանի որ երկրորդ մասին արդեն պատասխանել ենք, անցնենք առաջի մասին։ Ցանկանում ենք հասկանալ ձեր առաջարկված փոքր բիզնեսի հարկերից ազատումը դիտարկում է որպես նախընտրական քայլ։ Հարգելիներս, շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքական ուժերը երկրի, եթե դա անեին շուտ, մենք այսօր այս կետին չենք լինի, որ մեր բոլոր քաղաքական ուժերը տան կոնկրետ խոստումներ, մտնեն կոնկրետ խոստումների տակ։ Դուք, երբ որ տեսնում եք մեր 5 ծրագրերի քարտը, այստեղ կա երաշխավորված է կնիկ, երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք քաղաքական առումով պատասխանատվություն ենք վերցնում այս քայլերը իրականացնելու։ Եվ սա վաղը մեզ բերելու են հետ տան, ասեն խոսք ես տվել, պետք է անես։ Եվ մենք պետք է անենք։ Դրա համար ենք դրել կնիկ, դրա համար ենք հատուկ գրել 5 կետերը, դրա համար ենք սա բաժանում մեր հայրենակիցների մեջ, որ դուք էլ տեսնեք։ Շնորհակալ եմ։ Ուրեմն ինչու պետք է փոքր բիզնեսը հարկ չվճարի, չէ որ հարկային բեռը ավելանում է, ինչու շատերը ասում են, այսօր ես իմացա, որ պաշտոնյաներ էլ կային, ասում էին փոքր բիզնեսը պետք է գոնե մի դրամ հարկ վճարի, որ իրեն համարի բյուջե վճարող մաս։ Փոքր բիզնես ասելով այդ մարդը կա ծեր կինա վաճառում է ապրանք շուկայում, որպեսզի իր ընտանիքը, իր թոռներին, իր երեխաներին ինչ որ ձև օգնի։ Այդ մարդկանց հաշվին հաստատ մեր բյուջեին կարիք չունի եկամուտներ գեներացնելու, միլիարդավոր դրամներ ուրիշ տեղից մենք կաշխատենք, կունենանք, մեծ բիզնեսը կա, մեծ բիզնեսը այդ հարցը կլուծի։ Փոքր բիզնեսին այս մարդկանց հնարավորություն պետք է ուղղակի տրվի, ապահովել իրենց կյանքը, իրենց հանել աղքատությունից եւ ոչ թե 2 տարվա մեջ կրկնապատկել փոքր բիզնեսի հարկերը։ Հարգելի հայրենակիցներ, որովհետեւ դուք հասկանաք, 10% հարկ է դրած ոսկու շուկայում, ոսկի գնելու մեջ։ Մենք գիտենք մեր ավանդույթները, որ զույգը ամուսնանում է, ընտանիքը ոսկի է նվիրում։ Իմաստը այդ ոսկի նվիրելու պապականորեն այսպես է եկել, որ վատ ժամանակ, ինչ-որ պատերազմների ժամանակ, խնդրահարույց ժամանակ ոսկին մշտական արժեք ունի, ընտանիքը կարողանա խնդիրներից դուրս գա։ Մենք տեսել ենք սիրիահայերը ինչպես էին ոսկի բերում Հայաստան եւ կարողանում սկզբնական շրջանում ապահովել իրենց կյանքը Հայաստանում։ Պատկերացրեք 10% օրինակ կամ 7% հարկվում է շրջանառությունից ոսկին։ Եթե դու գնում ես ոսկի, որպեսի տան քո պահես սև օրվա համար, ասենք քո երեխան ամուսնանում է, արդեն իսկ 7 կամ 10% վճարելով ոսկու համար, դու 10% եթե ուզենաս վաճառես այդ ոսկին, արդեն գինը կորցրել ես։ Մեկ էլ վաճառելուց հնարավոր է, որ գնորդը, եթե ընկերությունը պահի եւս 10%, այսինքն մինչև 20% դու արդեն ոսկու վաճառքի մեջ, եթե աշխատես իրենց առաջարկած հարկային ռեժիմով, կորցնում ես։
Սա ցույց է տալիս, որ մեր երկրի ղեկավարները չեն խորանում process-ների մեջ, ինչպես կարելի է այսպիսի ուղղությունները հարկել, ինչպես կարելի է ընդհանրապես, երբ որ ռուսական ուկրաինական պատերազմի արդյունքում միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, դու դնես ու քո փոքր բիզնեսին հարկես։ Եվ երբ որ դու վերցնում ես համ պետական պարտքն ես ավելացնում 2 անգամ, վերցնում ես տարեկան 1.3, 1.4 միլիարդ պարկ, համ ռուս-ուկրաինականի փողերն են գալի, մի հատ էլ վերցնում ես փոքր բիզնեսին ես ավելացնում հարկերը, երբ որ դրա կարիքը չկա։ Իսկ գիտեք ինչն է ծրագիրը։ Ծրագիրը մեր կառավարության, որպեսզի փոքր բիզնեսի հարկերը դառնա մեծ բիզնեսի հարկերի չափ։ Դա իմ խոսքը չէ, դա իրենց հայտարարված քաղաքականությունն է, որ 3-4 տարվա ընթացքում կամ ինչ որ ժամանակի ընթացքում դառնա մեծ բիզնեսի չափ։ Այսինքն մարդը, երբ որ ուզում է սկսել բիզնես, պետք է հաշվապահության առումով պատրաստ լինի ոնց որ մեծ բիզնեսը եւ տեսնի, թե ավելացած արժեքի հարկ վճարի, շահութ հարկ վճարի, դիվիդենդի հարկ վճարի, այդ մարդկանց կյանքը սարքում ենք թղթաբանություն։ Պետք է հեշտացնել process-ները։ Այս ամենը մենք անում ենք դրա համար, որ հեշտ մարդը ուղղակի մտածի ինչպես իր ընտանիքը պահի։ Փոքր բիզնեսի կրկնապատիկ հարկելը դա քաղաքական պատասխանատվությունն է այսօրվա իշխանության, ովքեր կտրվել են ժողովրդից։ Շատերը կասեն, որ մարդիկ, ովքեր ունեն ֆինանսական ռեսուրսներ, իրենք էլ կարող է կտրվել են ժողովրդից, չգիտեմ, մենք աշխատում ենք, որ այդպես չլինի, մենք ամեն օր առերեսվում ենք հարյուրավոր մարդկանց խնդրանքների։ Գիտեք, որ Տաշիր բարեգործականով հարյուրավոր մարդիկ մեզ դիմում են իրենց խնդիրներով։ Եվ ամենաշատը խնդիրներին մենք ենք առերեսվում, որովհետև այդ մարդկանց խնդիրները տեսնում ենք։ Այդ իսկ պատճառով իհարկե ինչ որ խնդիրներ մենք կարող է չհասկանանք այնպես, ինչպես շատ մարդիկ, բայց մենք առերեսվում ենք մեր հասարակության բոլոր շերտերի խնդիրների հետ բարեգործական հիմնադրամի խնդիրների միջոցով, որ մարդիկ մեզ դիմում են։ Հարգելի Նարեկ, ձեր ծրագրի մի հատ էլ հարց կա, ինչ վարչարությունով եք վերահսկելու, որպեսզի փոքր բիզնեսը, երբ որ արդեն միջին է դարձել, հնարավոր լինի դրան պահել էլի փոքր միջին բիզնեսի հարկային դաշտ բերել։ Մի քանի տարբերակներ կա, որը մի քիչ երկար կլինի, բայց կներկայացնեմ 1 րոպե։ Առաջինը, փոքր բիզնեսը, երբ որ արդեն միջին դառնա, հնարավորություն կունենա վարկեր ստանալ բանկերից։ Եվ պետությունը կարող է աջակցման ծրագիր առաջարկել։ Երկրորդը, այդտեղ շատերը հետաքրքրված կլինեն դառնալ միջին բիզնես, որպեսզի բիզնես վարկեր վերցնեն, որովհետև այսօր փոքր բիզնեսի մեծ մասը վերցնում է սպառողական վարկեր 15%-ով։ Իսկ բիզնես վարկերը կարող են վերցնել 8-7%-ով։ Այդ պատճառով մինչև 10%-ով, այդ պատճառով մեծ էկոնոմիա կարող են անել մարդիկ։ Մեկը բիզնես վարկերի հնարավորություն, երկրորդը ավելի կարող է առաջարկվի փոխանցումներով տարբերակ, որպեսզի ավելի թափանցիկ լինի։ Կուզենամ նաև էլի հարցեր տակ, Արամ Ասլանյանը հարց է տալի, ինչպես է կանոն, որ Սփյուռքը վերադառնա Հայաստան, պատասխանեմ։ Սփյուռքը կգա Հայաստան այն ժամանակ, երբ որ Հայաստանի մի մարդու կյանքը, մի մարդու ապրելու որակ ավելի բարձր կլինի, քան այն երկրի ապրելու որակը, որտեղ իրենք ապրում են։ Օրինակ, Սիրիայի հայերը կգան Հայաստան, չնայած որ Սիրիան այսքան խնդիրների մեջ է, բայց Սիրիայի հայերը չեն ուզում շատ գան Հայաստան, քանի որ գործազրկության հարց կա, ուրիշ այլ հարցեր կան մեր հասարակության մեջ։ Եթե մենք տնտեսությունը ակտիվացնենք, Հայաստանը իրապես արգենք վարակեցիկ երկիր, Սիրիայի հայերը, թեկուզ Լիբանանի հայերը, որտեղ կա տնտեսական վիճակ, Ռուսաստանի Դաշնության շատ շրջանների, շատ մարզերի հայեր կվերադառնան։ Մենք ունենք մեծ պոտենցիալ մեր հայրենակիցների վերադարձի եւ այդ պոտենցիալի ճանապարհը տնտեսությունն է, որի հիմնական մասնագետները պետք է լինեն մեր կառավարիչները, տնտեսագետները։ Էլի հարց ունենք։ Շատ լավ, նոր հարց տրվեց գյուղատնտեսության նախարարության եւ գյուղատնտեսության զարգացման հետ կապված։ Հարգելիներս, դա պահանջ է, որ գյուղատնտեսության նախարարությունը վերականգնվի։ Ես չգիտեմ ով է մտածել գյուղատնտեսության նախարարությունը միացնել էկոնոմիկայի նախարարության հետ։ Ես չգիտեմ դա ում հրաշալի միտքն է, որ 400,000 գյուղացի չունենա նախարար։
Եվ տարին $100 միլիոն ենք հատկացնում ընդամենը գյուղատնտեսական ծախսերին մեր երկրում 400-500 հազար մարդու համար։ Ու գիտեք ինչն է ամենացավալին, որ գյուղատնտեսության համար նախատեսվող բյուջեն այս տարի եւս կրճատվել է։ Հաջորդ տարի եւս ծրագրով կրճատվում է Հայաստանում։ Այսինքն ինչ է, մեզ գյուղ պետք չէ, երբ որ ամբողջությամբ մենք ներկրում ենք, մեր ամբողջ սնունդը մենք կախված ենք դրսից ներկրելով։ Մենք վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը, բայց չենք վերականգնելու հանրապետության հրապարակում։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի Արարատյան դաշտի կենտրոնում, Արմավիր, Էջմիածին, որտեղ մեր գյուղատնտեսության սիրտն է։ Շնորհակալ եմ շատ, որ ժամանակ հատկացրեցիք, տեսնում եմ, որ ձեր կոմենտները նաև նայում եմ, շնորհակալ եմ լավ խոսքերի համար, հուսով եմ, որ մեկ օր կշարունակենք այս ավանդույթը եւ կպատասխանենք արդեն մյուս հարցերին հաջորդ շաբաթների ընթացքում։ Լավ օր ձեզ, շնորհակալություն ժամանակ հատկացնելու համար։